Բելգիայի վարչապետ Բարդևևերը հայտարարել է 3 հիմնական պայման, առանց որոնց Բելգիան չի քննարկի սառեցված ռուսական ակտիվների օգտագործումը Ուկրաինայի ֆինանսավորման համար։ Վարչապետի խոսքով առաջին պայմանը ռիսկերի արդար բաշխումն է։ Բելգիան չի պատրաստվում միայնակ կրել նման ֆինանսական մեխանիզմի հնարավոր հետևանքները։ Երկրորդ պայմանը վերաբերում է ֆինանսական պաշտպանվածությանը։ Դևևերը նշել է, որ Euroclear-ը պետք է ունենա բավարար միջոցներ անորոշ իրավիճակներում կայունության համար։ Երրորդը ծախսերի արդար բաշխումն է, ընդգծելով, որ Եվրամիության բոլոր այն երկրները, որոնք պահում են ռուսական ակտիվներ, պետք է մասնակցեն գործընթացին։ Բելգիայի խորհրդարանը բարձր գնահատանքով է ընդունել վարչապետի դիրքորոշումը։ Նրա ելույթի ավարտից հետո պատգամավորները երկարատև ծափողջություններով հաստատել են իրենց աջակցությունը ռուսական ակտիվները Եվրահանձնաժողովին փոխանցելու գաղափարից հրաժարվելու վերաբերյալ։ Վաշինգտոնը Ռուսաստանի հետ հարաբերություններում ռազմավարական կայունության վերականգնումը համարում է եվրոպական մայրցամաքում իր արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան կողմից հրապարակված ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության մեջ։ Մեր քաղաքականության առաջնահերթությունը Եվրոպայում պետք է լինի Եվրոպայում կայունության եւ Ռուսաստանի հետ ռազմավարական կայունության վերականգնումը, նշվում է փաստաթղթում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ Նյու Դելին աջակցում է կայուն երկարաժամկետ խաղաղության հաստատմանը ուկրաինական հակամարտության կարգավորման համատեքստում։ Մոդին ընդգծել է, որ Հնդկաստանը ողջունում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի խաղաղ լուծում գտնելու բոլոր ջանքերը։ Մենք ողջունում ենք այս հարցի երկարաժամկետ լուծում գտնելու բոլոր նախաձեռնությունները, ասել է պաշտոնյան։ Հնդկաստանի վարչապետը հավելել է, որ իր երկիրը միշտ պատրաստ է եղել օգնել այս ջանքերին, եւ մենք պատրաստ կլինենք շարունակել դա նաեւ ապագայում, վստահեցրել է Մոդին։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Ուկրաինայում արագ խաղաղության հասնելու ձախողումը անվանել է իր պաշտոնավարման ընթացքում ունեցած գլխավոր հիասթափությունը, հաղորդում է NBC News-ը։ Տեսեք, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ստեղծված իրավիճակը իմ կարծիքով ամբողջ Սպիտակ տան համար մշտական հիասթափության աղբյուր է, ասել է Վենսը։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Մոսկվայի եւ Կիևի միջև հակամարտությունը ամենահեշտը կլինի լուծել։ ԱՄՆ փոխնախագահը ընդգծել է, որ խելագար կհամարի նրանց, ովքեր ասում են, որ մերձավոր արևելքում խաղաղության հասնելը ավելի հեշտ կլինի, քան Եվրոպայում։ Միացյալ Նահանգները համագործակցում է Եվրամիության անդամ պետությունների հետ Եվրահանձնաժողովի կողմից Ուկրաինայի ֆինանսավորման համար սառեցված ռուսական ակտիվները բռնագրավելու ծրագիրը խոչընդոտելու համար, այս մասին հաղորդում է Bloomberg-ը։ Գործակալության տվյալներով ամերիկյան կողմը պնդում է ռուսական ակտիվներն օգտագործել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար, այլ ոչ թե շարունակել մարտերը։ Վաշինգտոնը կարծում է, որ այդ միջոցները հետագայում կարող են օգտագործվել պատերազմից հետո ԱՄՆ վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայում ներդրումներ կատարելու համար։ Այսօր ամբողջովին պարզ չէ, թե արդյոք Եվրոպան 20 տարի հետո կունենա բանակ եւ տնտեսություն, եթե տարածաշրջանի ներկայիս քաղաքական եւ տնտեսական զարգացումը շարունակվի։ Այս մասին ասվում է ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության մեջ։ Եթե ներկայիս միտումները շարունակվեն, մայրցամաքը 20 տարի կամ ավելի քիչ ժամանակ անց կդառնա անճանաչելի։ Այդ դեպքում ամբողջովին պարզ չէ, թե արդյոք առանձին եվրոպական պետությունները կունենան բանակ եւ տնտեսություն, ասվում է փաստաթղթում։ Նշվում է, որ Միացյալ Նահանգները ձգտում է, որ եվրոպական երկրները վերականգնեն քաղաքակրթական վստահությունը եւ հրաժարվեն կարգավորումը խեղդելու անհաջող հետապնդումից։ Եվրամիությունը դիմել է բացահայտ ավազակության, փորձելով գողանալ Ռուսաստանի սառեցված ակտիվները։ Քաղաքական միավորումը գործում է որպես հանցավոր խմբավորում։ Այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան, մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով Եվրամիությունը դարձել է ոչ միայն անօրինական կառույց, այլև ավազակախումբ, որը օրինականացնում է լիովին հանցավոր գաղափարներ ու որոշումները։ Ես կարծում եմ, որ սա աննախադեպ է, ուրիշ ինչպես են նրանք հրապարակավ քննարկում սա, փորձում գտնել ինչ-որ բան, որի հետ դա կկապեն, եւ իմանալով, որ դրա համար իրավական հիմք չկա, նրանք այլևս կոալիցիաներ չեն ստեղծում, այլ հանցավոր խմբավորումներ են կազմում, հայտարարել է Զախարովան։
Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանի երկամսյա կալանքի որոշումը կայացրած դատավոր Մասիս Մելքոնյանը հայտնի է որպես քաղաքական աղմկահարույց գործերով կալանքի որոշումներ կայացնող դատավոր։ Երևանի քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի մասնագիտական խղճին քաղաքական ենթատեքստով բազմաթիվ կալանավորումներ կան։ Նրա որոշումներով են ժամանակին կալանավորվել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին ազգային ժողովի անդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, գեներալ Տիրան Խաչատրյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Հաջապահյանը, Սրբազան պայքար շարժման առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանը, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը Գարիկ Գալեյանը։ Նշենք, որ Մասիս Մելքոնյանը նախկինում եղել է Արամ Սարգսյանի Հանրապետություն կուսակցության անդամ, ընդ որում 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններին առաջադրվել է Հանրապետություն կուսակցության ցուցակով։ Այս իշխանությունները լինելով բոլոր աղետների պատասխանատուն հասարակությանն այս ձևով են ճնշում։ Այս մասին ասել է Արցախի ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, ով Արշակ Սրբազանի կալանքի որոշման նիստի ժամանակ դատարանի դիմաց հավաքվածների թվում էր։ Ավազակները դիմացինին շտապում են ավազակ կարգել կամ հանցագործները դիմացինին հանցագործ կարգել, դրանով փորձել մեղմել իրենց հանցագործությունների չափը կամ իրենց մեղքի բաժինը։ Իրականում մենք այստեղ հողի վրա ապրում ենք ու շատ լավ տեսնում ենք ովքեր են իրական հանցագործները, որոնք տարբեր մեղքերի համար կարգում են մեղավորներ։ Օրինակ Արցախի հանձնման համար մեղավոր է Արցախի ժողովուրդը, հայ զինվորը, Արցախի ղեկավարությունը, Հայաստանում խնդիրների համար ներկա պատկերացնում եք մեղավոր են, ստացվում է, որ սրբազանները հոգևորականները, բայց իրականում այս մարդիկ լինելով բոլոր աղետների, խոսքս իշխանությունների մասին է, միակ պատասխանատուն կարողանում են այսօր այո մեր հասարակությանը ճնշել այս ձևով ու մեղավորներ կարգել։ Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ։ Այսօր դեկտեմբերի 5-ին ռինգ դուրս կգան Հովանես Բաչկովը 67 կիլոգրամ, Արմեն Մաշակարյանը 67 կիլոգրամ եւ Արտուշ Հովանիսյանը 80 կիլոգրամ։ Տոկիոյի օլիմպիական խաղերի 2021 թվականի բրոնզե մեդալակիր Եվրոպայի եռակի չեմպիոն Հովանես Բաչկովը կմենա մարտի Քենիայի ներկայացուցիչ Կավոնդո Վիսման Մուաթեի հետ։ Լիտվան կարող է արտակարգ դրություն հայտարարել հաջորդ շաբաթ Բելարուսից ենթադրաբար մաքսանենգ ճանապարհով ներմուծված եղանակային օդապարիկների պատճառով։ Այս մասին հայտարարել է վարչապետ Ինգա Ռուգինիենեն։ Արտակարգ իրավիճակի իրավական շրջանակը եւ փաստաթղթերը ներկայումս մշակվում են։ Մասնագետները որոշել են, որ արտակարգ իրավիճակի ձևը օպտիմալ է այսօրվա համար, ընդգծել է վարչապետը։ Նոյեմբերին հաղորդվել էր, որ Լիտվան ցանկանում է մի քանի ամսվա ընթացքում ստեղծել լավագույն գիտնականների եւ ձեռնարկատերերի նախագիծ երկրի վրա հայտնվող եղանակային օդապարիկները ոչնչացնելու համար, ինչը Վիլնյուսը կապում է բելարուսական մաքսանենգության հետ։ Իսպանիան, Իռլանդիան, Նիդերլանդները եւ Սլովենիան որոշել են հրաժարվել Եվրատեսիլ երկի մրցույթից Եվրոպական հեռարձակողների միության գլխավոր ասամբլեայի կողմից Իսրայելին մասնակցելու թույլտվություն տալու որոշումից հետո։ Եվրատեսիլ 2026-ը կանցկացվի առանց այս երկրների մասնակցության, որոնք նախկինում դեմ էին Իսրայելի մասնակցությանը Գազայի հատվածում ընթացող մարտերի պատճառով։ Այս երկրների հեռարձակողները նույնպես հրաժարվել են հեռարձակել մրցույթը։ 31 երկիր հաստատել է իր մասնակցությունը Եվրատեսիլին, սակայն Իսլանդիայի եւ Բելգիայի հեռարձակողները դեռևս որոշում չեն կայացրել, եւ այն երկրները, որոնք արդեն հաստատել են իրենց մասնակցությունը, կարող են հետ վերցնել իրենց որոշումը։ Զելենսկին առաջնորդվում է ոչ թե ժողովրդի, այլ ազգայնականների ներխմբի շահերով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Պուտինը հայտարարել է, որ ռազմական գործողություններում Ռուսաստանը ձգտում է պաշտպանել իր շահերը։ Խոսքը հաղթանակի մասին չէ, ինչպես դուք ասացիք, այլ այն, որ Ռուսաստանը ձգտում է պաշտպանել իր շահերը եւ անպայման կանի դա, հայտարարել է նա։ Կա մի ընդհանուր կանոն, եւ դա իմ կանոնն է, հայտնի բոլորին։ Ես փորձում եմ անել այն, ինչը ոչ թե պարզապես անհրաժեշտ եմ համարում, այլ այն, ինչը ես իրավունք չունեմ չանել, անկախ ամեն ինչից, հավելել է Պուտինը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հայտնել է, որ Կրեմլում իրենց հանդիպման ժամանակ իր հատուկ դեսպանոր Սթիվ Ուիթքոֆը եւ Փեսան Ջարեդ Քուշները տպավորություն են ստացել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի Ուկրաինայում մարտական գործողությունները դադարեցնելու ցանկության մասին։ Ամերիկացի քաղաքական գործիչը նշել է, որ չի կարող կանխատեսել բանակցությունների արդյունքը։ Ինչ կստացվի այս հանդիպումից, ես չեմ կարող ասել, քանի որ տանկո ապարելու համար երկու մարդ է պետք, ասել է Թրամփը։ Հնդկաստանն ու Չինաստանը Ռուսաստանի ամենամոտ ընկերներն են։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հնդկաստանն ու Չինաստանը մեր ամենամոտ ընկերներն են։ Մենք խորապես գնահատում ենք այդ հարաբերությունները, ընդգծել է նախագահը։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանի եւ Հնդկաստանի միջև էներգետիկ համագործակցությունը մնում է անփոփոխ, չնայած ներկայիս պայմաններին եւ քաղաքական տատանումներին։ Հնդկաստանի հետ մեր էներգետիկ համագործակցությունը ազդեցություն չի կրում ներկայիս պայմաններից, քաղաքական կարճատև տատանումներից կամ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից, եզրափակել է Ռուսաստանի առաջնորդը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԽՍՀՄ-ի ռեինտեգրացիան անհնար է եւ անիմաստ, եւ որ նման նպատակներ չկան։ Նա նշել է, որ որոշ երկրներ այսօր թույլ են տալիս սխալներ, որոնք նման են ԽՍՀՄ-ի կողմից անցյալում թույլ տրված սխալներին։ Խորհրդային Միությունը գտնվում էր իր պատմության որոշակի փուլում, երբ նրա ղեկավարությունը եւ գուցե նույնիսկ հասարակ քաղաքացիները կարծում էին, որ այն այնքան մեծ է, որ ոչ մի պարագայում ոչինչ չի կարող պատահել նրան։ Եվ այս մեծության գաղափարը այն պահն է, երբ երկիրը սկսում է մեկ սխալը մյուսի հետևից թույլ տալ, մտածելով, որ ամեն ինչ լավ է։ Այո, մենք սխալներ ենք թույլ տվել այնտեղ եւ մեկ փոքր այստեղ, բայց մենք այնքան մեծ ենք, որ դա կանցնի, մենք կդիմանանք։ Բայց սխալների քանակը ձնագնդի պես աճում է եւ դրանից գլուխ անելը գնալով դժվար է դառնում։ Ես նույն բանը տեսնում եմ այսօր որոշ այլ երկրների հետ, ընդգծել է Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակարգ եպիսկոպոս Խաչատրյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։ Արշակ Սրբազանին կալանավորելու որոշում է կայացրել Միքայել եւ Բագրատ Սրբազաններին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանը։ 3 ազգային անվտանգության ծառայությունը քննչական կոմիտեի շենքում ձերբակալել էր Արշակ Սրբազանին։ Քննչական կոմիտեից տեղեկացրել էին, ինչ վարույթի շրջանակում են ձերբակալել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակարգ եպիսկոպոս Խաչատրյանին։ Նրան մեղադրում են քրեականորեն սկրքի 393 հոդվածի 2-րդ մասի 1 եւ 4-րդ կետերով։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեականորեն սկրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1 եւ 4-րդ կետերով։ Այն է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնել է հանդիսադիր վայրում, հայտնել էին քննչական կոմիտեից։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտել է դեկտեմբերի 4-ին մտածածին ու անհիմն մեղադրանքներով Մայրաթորի դիվանապետ Արշակ Սրբազանի ձերբակալումը եւ նրա նկատմամբ դատարանի կողմից կիրառված կալանավորումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Սույն գործողությունն արտահայտությունն է եկեղեցու նկատմամբ վերջին շրջանում սանձազերծված բռնաճնշումների եւ շարունակությունը հոգեվորականների նկատմամբ քաղաքական հետապնդման գործընթացի։ Բարձրաստիճան հոգեվորականներին շինծ ու մեղադրանքներով կալանավորել է իշխանության եկեղեցահալած քաղաքականության եւ եկեղեցականների դեմ ատելության խոսքի հերթական դրսեւորումն է։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի եւ ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները եւ վերականգնել նրանց խախտված իրավունքները։ Կիրակի օրը դեկտեմբերի 7-ին Գյումրու Սուրբ Յոթվերք եկեղեցում կմասնակցեն Սուրբ եւ անմահ պատարագի։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ տեղեկությունների պատարագը մատուցելու է Փաշինյանին միացած սրբազաններից մեկը։ Նորաոց Տեր Գառնիկին հրահանգված է այդ օրը պատարագ մատուցել ամենափրկիչ եկեղեցում, մինչդեռ ի սկզբանե նա պետք է պատարագ մատուցեր Յոթվերք եկեղեցում։ Իսկ ուժայիններին հրահանգվել է այդ օրը արգելել ողջ Շիրակի թեմի հոգևոր դասի մուտքը Յոթվերք։ Ինսուլտ, ինֆարկտ, թոքի քաղցկեղ մահվան դեպքերի 40%-ը պայմանավորված է օդի աղտոտվածությամբ։ Այս մասին Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է Երևանի ավականու անդամ Քրիստինե Վարդանյանը։ Նրա խոսքով օդի աղտոտման պատճառը շինթույլտվությունները, ծառահատումները, մեքենաների քանակը եւ շենքերի տեղակայումն է ոչ թույլատրելի հատվածներում։ Ինչու մենք հասանք այս իրավիճակին, որովհետեւ տասնյակ տարիներ
մենք խնդիրը լուծելու փոխարեն, ռիսկերը կառավարելու փոխարեն, ռիսկերը միայն ավելացնում ենք եւ հետո զարմանում ենք ինչով է պայմանավորված այն, որ մենք այսօր հասանք այս իրավիճակին, որ օրեր առաջ 1-ի ժամանակ Երևանում մենք ունեցանք կյանքի համար վտանգավոր օդի որակի ցուցանիշներ եւ հանրության լայն շերտերի մոտ արդեն սկսվեց մեծ ալիքը, որը ի վերջո քայլերթով մարդիկ եկան եւ իրենց ասելիքը ասեցին, որ ապահովեք մեզ խնդրում ենք շնչելու համար անվտանգ օդ, որովհետեւ եթե կարելի է ինչ-որ ընտրողաբար սնունդ փնտրել եւ օգտագործել այն ինչ-որ առողջարար է, ցավոք սրտի մենք այս Սուզանավում բոլորս միասին ենք եւ պետք է շնչենք այն օդը, որ Երևան քաղաքում կա։ Այսօր դեկտեմբերի 5-ին հրավիրված աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը։ Այս մասին հայտնել են Սահմանադրական դատարանից։ 2020 թվականի դեկտեմբերի 15-ին Շաթիրյանը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից ընտրվել էր Սահմանադրական դատարանի դատավոր։ Հնդկական India Today հեռուստաալիքը, որը վերջերս հարցազրույց է անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իր YouTube-ի So Sorry հարթակում հրապարակել է անիմացիոն տեսահոլովակ, ներկայացնելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի կերպարները։ Մուլտֆիլմում երկու առաջնորդները մոտոցիկլով շրջում են նավթային հանքավայրերի շրջանում եւ երգում բարեկամությանը նվիրված երգ։ Մուլտֆիլմը նպատակ ունի պատկերավոր ընդգծել Մոսկվայի եւ Նյու Դելիի տնտեսական եւ քաղաքական կապերը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ առաջին տիկին Մելանիա Թրամփը մասնակցել են Սպիտակ տան մոտ կայացած ազգային ծննդյան եղևն ու ավանդական լուսավորման արարողությանը։ Fox News-ի հաղորդման միջոցառումը շարունակվում է արդեն ավելի քան 1 դար եւ համարվում է ամերիկյան Սուրբ Ծննդյան գլխավոր խորհրդանշական իրադարձություններից մեկը։ Իր ելույթում նախագահը շնորհավորել է ինչպես միջոցառմանը ներկա հյուրերին, այնպես էլ ամբողջ երկրին, մաղթելով ուրախ եւ խաղաղ Սուրբ Ծնունդ։ Ըստ հաղորդման, այս տարվա եղևնին Վիրջինիայի Ջորջ Վաշինգտոնի եւ Ջեֆերսոնի ազգային անտառներից է բերվել։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոջորաշվիլին ողջունել է ԱՄՆ-ի միջնորդությամբ Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Նա ԵԱՀԿ նախարարական խորհրդի 32-րդ նիստում ելույթ ունենալով ասել է. Թբիլիսին աջակցում է Երևանի եւ Բաքվի միջև խաղաղությանը։ Բոջորաշվիլին հույս է հայտնել, որ Վաշինգտոնյան համաձայնագիրն ամուր հիմք կստեղծի Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության եւ զարգացման համար։ Չինաստանը հույս ունի հասնել Ուկրաինայի հարցում խաղաղության համաձայնագրի, որը ընդունելի կլինի բոլոր կողմերի համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը, գրում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ ժամանակակից աշխարհում քաղաքական իրավիճակը չափազանց անկայուն է։ Ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ Չինաստանը աջակցում է խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերին եւ հույս ունի, որ բոլոր կողմերը երկխոսության եւ բանակցությունների միջոցով կհասնեն արդար, երկարատև եւ պարտավորեցնող խաղաղության համաձայնագրի, որը ընդունելի կլինի բոլոր կողմերի համար, ասել է նա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Չինացի առաջնորդը նշել է, որ Պեկինը կշարունակի կառուցողական դեր խաղալ ճգնաժամի քաղաքական կարգավորման գործում։ Սի Ցզինփինը նաև նշել է, որ Չինաստանը կտրականապես դեմ է հակամարտության համար մեղադրանքների փոխանցման կամ ձգպարտության ցանկացած արշավի։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը India Today-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ BRICS-ի շրջանակներում միասնական արժույթ ստեղծելու նպատակ ներկայումս չկա։ Երբեք միշտ ապիր եւ այդ դեպքում մեծ սխալներ թույլ չես տա, ասել է նա։ Պուտինը որպես օրինակ բերել է Եվրամիությանը, նա նշել է, որ որոշ երկրներ ընդունել են միասնական արժութային համակարգ եվրո, երբ դեռ պատրաստ չէին։ Միաժամանակ Ռուսաստանի առաջնորդը կոչ արեց ավելի լայնորեն օգտագործել BRICS-ի նոր զարգացման բանկի հնարավորությունները։ Եթե Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին առաջիկայում չհեռացնեն իշխանությունից, ապա Եվրոպան կոչնչացվի։ Նման նախազգուշացում է արել Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր Թոմաս Մալինենը։ Եթե մենք մոտ ժամանակներս չազատվենք ֆոն դեր Լեյենից, մեր մեծ մայրցամաքից ոչինչ չի մնա, գուցե միայն Հունգարիան, հայտարարել է փորձագետը։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան կարող է վստահ լինել։ Ռուսաստանի դեմ սահմանված նոր սահմանափակումները անպայման կունենան պատասխան։ Վերջինս ընդգծել է, որ Մոսկվան չի ճանաչում անօրինական ու միակողմանի սահմանված պատժամիջոցները։ Նրա խոսքով, այս պատժամիջոցների կիրառումը իրականացվում են կոնստրուկտիվ հիմնավորումներ չունեցող պատճառաբանություններով եւ շրջանցում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մեխանիզմները։ Ռուսական կողմը պահպանում է իր իրավունքը պատասխան քայլերի։ Նշել է նա փաստելով, որ Մոսկվան պատրաստվում է համապատասխան պատասխան տալ Լոնդոնի գործողություններին։ Զախարովայի հայտարարությունը հերթական անգամ ընդգծում է Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի կառավարության միջև խորացող լարվածությունը, որը վերջին ամիսներին ավելի է սրվել փոխադարձ քաղաքական եւ տնտեսական սահմանափակումների ֆոնին։ Ռուսաստանը կցանկանար կարգավորել առևտրային հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Անկեղծ ասած, կարծում եմ, որ նրանք կցանկանային առևտուր անել Միացյալ Նահանգների հետ, ասել է նա պատասխանելով հարցին։ Սպիտակ տան ղեկավարը այս հայտարարությունն արել է հատուկ դեսպանոր Սթիվեն Ուիթքոֆի եւ իր փեսա Ջարեդ Քուշների հետ զրույցից հետո, որոնք նախկինում բանակցություններ էին վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ եվրոպական երկրները անմիջապես ինքնակամ ներողություն կխնդրեն, եթե պատերազմ սկսվի Ռուսաստանի հետ։ Նա հավելել է, որ սպասում է Պուտինի հրամանին մարտական գործողություններ սկսելու համար։ Կադիրովի խոսքով հակամարտությունը կավարտվի արագ եւ ոչ հօգուտ Եվրոպայի։ Չեչնիայի նախագահի հայտարարությունը արձագանք էր Պուտինի այն խոսքերին, որ Ռուսաստանը հենց հիմա պատրաստ է պատերազմել Եվրոպայի դեմ, եթե վերջինս սադրի։ 3 դեկտեմբերի 4-ին ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Արշակ Սրբազանին քննչական կոմիտեի շենքում։ Քննչական կոմիտեից Եվրոմեդիա 24-ին հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով։ Այն են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը հանդիսավոր վայրում։ Այնուհետև փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել էր, որ Արշակ Սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018 թվականին վեհապարի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել։ Արշակ Սրբազանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, նիստը նշանակվել էր առավոտյան ժամը 09:30-ին։ Գործը մակագրվել է Միքայել եւ Բագրատ Սրբազաններին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանին։ Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն են ներկայացրել պաշտպանները, որպեսզի Սրբազանը հնարավորություն ունենա մասնակցելու դեկտեմբերի 10-ից 12-ին հրավիրված եպիսկոպոսատ ժողովին։ Պաշտպաններն ընդգծել են ընդունելի է ցանկացած խափանման միջոց, որը հնարավորություն կտա մասնակցել եպիսկոպոսատ ժողովին, ընդհանուր ժողովին մասնակցելուց հետո ՔԿՀ վերադառնալը, գրավ մինչև 3.800.000 դրամի չափով վարչական հսկողություն եւ այլն։ Միջնորդությունը Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարֆոյանը կքննարկի դեկտեմբերի 9-ին ժամը 15:30-ին։ Փաշինյանն առաջ ընկավ թղթերը հրապարակեց մինչև նոր տարի, որ սպիտակ ձեռքերով գնա նախընտրական քարոզ արշավի։ Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել քաղաքական գործիչ Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Արցախյան բանակցությունների վերաբերյալ հրապարակած 11 փաստաթղթին։ Նրա խոսքով Արցախը հանձնելուց հետո երկրորդ հանցանքը, որ գործել է Նիկոլ Փաշինյանը, Ալիևի հետ Մինսկի խումբը լուծարելն է, որով Փաշինյանն ուզում է փակել Արցախի բանակցությունների եւ կարգավորման հարցի էջը եւ սկսել նոր էջից։ Հիմա ինքը հրապարակեց, որովհետեւ Մինսկի խումբի լուծարումից հետո մեծ է հավանականությունը, որ ինչ-որ մի փուլի թե Ադրբեջանը, թե Մինսկի խմբի համանախագահ երկրները կարող են այս փաստաթղթերը հրապարակել եւ խոսքը առաջ առաջ ընկավ, որպեսզի մինչև նոր տարի պարը դուրս գա եւ ինքը սպիտակ ձեռնոցներով գնա քարոզ արշավի։ Առհասարակ մարդիկ ինչ են մեղադրում առաջին հերթին Նիկոլին։ Արցախը հանձնելու հազարավոր զոհեր տալու մեջ։ Ճիշտ է թե չէ։ Ամենահիմնական մեղադրանքը Նիկոլին դա է։ Ինքը էս հրապարակեց, որ կռիվը լինի, դիմությունը խոսա, մարդկանց համար սովորական դառնա, մինչև նոր տարի պարը թողի գնա, ինքը արդեն ասի դե ասի ես ասել եմ նոր բան չկա։ Ընտրություններին առանց նախկինների, առանց Արցախի
գնահատություններ առանց հայհոյանքի Հայ եկեղեցու arczepiskoposներն ու եպիսկոպոսները հանդես են եկել հայտարարությամբ, որով իրենց անվերապահ հավատարմությունն են հայտնում Վեհափառ Հայրապետին։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. Մենք հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու ներկոստորագյալ arczepiskoposներս եւ եպիսկոպոսներս որդիական մեր անվերապահ հավատարմությունն ենք հայտնում Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ նրա ազգնդիր գահակալին Կարեգին Բամենայն Հայոց կաթողիկոսին։ Անընդունելի եւ վտանգավոր ենք համարում ների եկեղեցական հարցերը քաղաքական միջամտությամբ լուծելու որևէ փորձ, ինչպիսի պատճառաբանությամբ էլ պայմանավորված լինի։ Եկեղեցու կառավարման եւ ներքին կյանքին առնչվող բոլոր խնդիրներն անխտիր կարգավորելի են եղբայրական սիրով, առաքելագործ եպիսկոպոսներին վայել բարձր գիտակցությամբ, եկեղեցական ժողովական իրավասու մարմինների միջոցով, համաձայն մեր եկեղեցու գործուն կանոնական ընթացակարգերի, անհանդուրժելի եւ դատապարտելի ենք նկատում պատարագի սրբազան արարողության ընթացքում ամենայն Հայոց Հայրապետի անվան հիշատական կամ այական զեղչումը որպես ծիսականոնական կոպտագույն խախտում, որի եկեղեցաբանության տեսանկյունից պառակտման տարեր է պարունակում։ Վստահ ենք, որ մեր Սուրբ եկեղեցու միասնությունն ու խաղաղությունը վեր են անձնական խմբային կամ այլ շահերից եւ ամրապնդվելու են սիրո հաղորդության, ճշմարտության եւ արդարության ճանապարհով, առաքելական հորդորով հաստատելի։ Համոզված ենք, որ մեր եպիսկոպոսած համախումբ ջանքերով արդյունավետ լուծումներ կգտնենք իշահ մեր Սուրբ եկեղեցու, ասված է հայտարարության մեջ։ Եթե Եվրամիությունը փորձի գողանալ սառեցված ռուսական ակտիվները, միջոցները կարող են վերադարձվել իրական փոխհատուցումների միջոցով։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նման գործողությունները միջազգային իրավունքի համաձայն կարող են դասակարգվել որպես հատուկ տեսակի casus belli, պատերազմ հայտարարելու պաշտոնական պատրվակ, Բրյուսելի եւ Եվրամիության առանձին երկրների համար դրանից բխող բոլոր հետևանքներով։ Հայտնել է քաղաքական գործիչը։ Նրա խոսքով նման դեպքում Ռուսաստանը կարող է պահանջել Եվրամիությունից վերադարձնել միջոցները ոչ թե դատարանների միջոցով, այլ պարտված թշնամիներին պարտադրված փոխհատուցումները վճարելով։ Միացյալ Նահանգները առաջարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման իր նոր ծրագրի 28 կետերը բաժանել 4 փաթեթի եւ քննարկել այդ ձևաչափով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրանք առաջարկել են քննարկել այս 4 փաթեթները, բայց ըստ էության դրանք նույնն են, բացատրել է պետության ղեկավարը։ Պուտինի խոսքով Ռուսաստանը համաձայն չէ Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի խաղաղության պայմանագրի որոշ կետերի հետ, սակայն նախագահը չի նշել, թե որոնք են դրանք։ Կային նման հարցեր, մենք դրանք քննարկել ենք, բայց դա դժվար աշխատանք է, հավելել է նախագահը։ Մեծ Բրիտանիան եւ Նորվեգիան պատրաստվում են ստորագրել պաշտպանական պայմանագիր, որը կստեղծի համատեղ նավատորմ Արկտիկայում Ռուսաստանին հակազդելու եւ ստորջրյա կարեւորագույն ենթակառուցվածքները պաշտպանելու համար, հաղորդում է Independent-ը։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության տվյալներով վերջին տարիներին Մեծ Բրիտանիայի մոտակայքում Ռուսաստանի ռազմածովային ակտիվությունը աճել է 30%-ով։ Նոր համաձայնագիրը նախատեսված է ստորջրյա մալուխներն ու խողովակաշարերը պաշտպանելու համար, որոնց ոչնչացումը կարող լուրջ հետևանքներ ունենալ ենթակառուցվածքների համար։ Այս խորը համաշխարհային անկայունության ժամանակաշրջանում, երբ մեր ջրերում հայտնվում են ավելի շատ ռուսական նավեր, մենք պետք է համագործակցենք մեր միջազգային գործընկերների հետ, մեր ազգային անվտանգությունը պաշտպանելու համար։ Նորվեգիայի հետ այս պատմական համաձայնագիրը ամրապնդում է մեր սահմանները եւ կարեւորագույն ենթակառուցվածքները պաշտպանելու մեր կարողությունը, որոնցից կախված են մեր երկրները, ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ Հայաստանի ազգային ժողովն ընդունել է 2026 թվականի բյուջեի նախագիծը։ Նախագծին կողմ են քվեարկել 62 падգամավոր, նախագծին դեմ էին 27-ը, ձեռնպահ 3 падգամավոր։ Ըստ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների 2026 թվականին ՀՆԱ-ն կհասնի 11 տրիլիոն 934 միլիարդ դրամի, տնտեսական աճը կլինի 5.4%։ Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտները 2 տրիլիոն 973 միլիարդ դրամ։ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է նաև որոշումը, ըստ որի պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կլինի 1.5 տարի 2 տարվա փոխարեն։ Նախագծին կողմ է քվեարկել 66 падգամավոր, դեմ 4 падգամավոր, ձեռնպահ էին 22 падգամավոր։
Եղանակը առաջիկա օրերին։ Երևանում դեկտեմբերի 5-ի ցերեկը 6-ին, 7-ի գիշերը եւ 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը 8-ին սպասվում է անձրև։ Մարզերում դեկտեմբերի 5-ի եւ 9-ի ցերեկը 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը շրջանների զգալի մասում 8-ին, 9-ի գիշերը 10-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Լեռնային շրջաններում ձյան եւ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 5-ից 8-ին Արարատյան եւ Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, քամին արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Դեկտեմբերի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամուշ գնացում 13-ից 16 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-ի ցերեկը կնվազի 2-ից 4 աստիճանով։